արհեստական բանականություն ենք ասում, մարդիկ մինչ օրս բանական էակ մենակ մարդուն են ընկալում։ Մարդիկ այդ գործիքը վերագրում են իբրև sense մի պոզով, պոչով, արարածի, ով գալիս է փոխելու մարդուն։ Արհեստական բանականությունն է փոխարինում մարդկանց, այլ արհեստական բանականություն օգտագործողը փոխարինում է չօգտագործողին։ Միայն կարող է նաև վնասող, գործիքի դեր ունենալ։ Համ շատ մեծ վնասներ կարա հասցնի, համ շատ մեծ օգուտներ կարա բերի։ Հիմա մեր ամբողջ խնդիրն է, որ մենք գրագետ կարողանանք օգտագործել ու ի օգուտ մեզ ու մեր նպատակների, ի օգուտ արդարության ու բարու օգտագործենք։ AI-ի ակտիվ օգտագործումը այն բացառիկ շանսերից է, որ մենք այսօր ունենք, ու մեր AI հասունության մակարդակը, այդ AI maturity մակարդակը հրատապ պետքա բարձրացնել։ Ցանկացած ուղղությամբ կրթությունը առաջ տանելուց դու տեսնում ես, որ արհեստական բանականության ավելացումը կամ արհեստական բանականության կիրառումը անգամներ ավելի արդյունավետ է դարձնում յուրաքանչյուր process։ Գրել, կարդալուն զուգահեռ նաև պետք է իմանանք AI օգտագործել։ Այո, որ երկրները ինչ մակարդակով են այսօրվա տեխնոլոգիաները յուրացնում կամ ստեղծում, դրանք էլ վաղվա աշխարհում ավելի ծանրակշիռ, ավելի սուվերեն վիճակում են լինել։ Բարև ձեզ, եթերում մտածենք ոդկասթն է, այսօր մտածելու ենք Ռեարմենիա հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն մեր ոդկասթին միանալու համար։ Այսօր մտածելու բան ունենք գործիքի մասին, որը կոչվում է արհեստական բանականություն։ Մարդիկ այդ գործիքը վերագրում են իբրև sense մի պոզով, պոչով, հետաքրքիր արարածի, ով գալիս է փոխելու մարդուն։ Ինչ է առհասարակ արհեստական բանականությունը, սկսենք դրանից։ Շատ շնորհակալություն հրավիրելու համար։ Արհեստական բանականության մասով նախ շատ կարճ մենք անցած տարի Ռեարմենիա ակադեմիան ենք հիմնել, որտեղ որ ինտենսիվ կրթության մեջ ենք մտել ու ցանկացած ուղղությամբ կրթությունը առաջ տանելուց դու տեսնում ես, որ արհեստական բանականության ավելացումը կամ արհեստական բանականության կիրառումը անգամներ ավելի արդյունավետ է դարձնում յուրաքանչյուր process ու մեր կրթության կարևոր մաս ենք դարձրել էլի արհեստական բանականությունը։ Հիմա ձեր հարցին պատասխանելով շատ կարևոր է հասկանալ, որ սա իրապես գոնե այս этаպում իր զարգացման գործիք է։ Այսինքն մարդկանց կարևոր ֆրազ կարող ենք այստեղ ասել, որ ոչ թե արհեստական բանականությունն է փոխարինում մարդկանց, այլ արհեստական բանականություն օգտագործողը փոխարինում է չօգտագործողին։ Այս շատ կարևոր միտք է, որ պետք է սա ֆիքսել, էլի։ Հիմա տեսեք, ընդհանուր առմամբ խնդիրները ինչից է գալի, մարդիկ ինչի են անհանգստանում, հա, դրանից նախ, սա որպես գործիք լրիվ ուրիշ, ուրեմն մեթոդներով է աշխատում, ուրիշ տեմպերով, ուրիշ ինտերֆեյսներով, ուրիշ եղանակով է խնդիրները լուծում, հա, քան այն մնացած բոլոր գործիքները, որոնք մինչ օրս ունեցել ենք, հա։ Այս մի կողմից, այդ արդեն ինչ որ մարդկանց շշմեցնում է, զարմացնում է, ասում են, այ քեզ բան, էս ինչ մի բաներ է, էլի, անսպասելի, անիրական, այսպես ասած, անկանխատեսելի ինչ-որ տեմպերով խնդիրներ է լուծում, այդ մի կողմից, բայց մյուս կողմից հենց անուն է, որ արհեստական բանականություն ենք ասում, մարդիկ մինչ օրս բանական էակ մենակ մարդուն են ընկալում։ Ու հիմա երբ որ եւս մի միավոր է ձևավորվել, որի անունը բանականություն է, արդեն ակամայից մարդիկ սկսում են որպես իրանց հավասար ինչ-որ մի բանի վերաբերվել։ Ու ինչ-որ տեղեր էլ տեսնում են, որ շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան իրանք, ավելի արագ է որոշումները կայացնում, տեքստերը գրում, բովանդակություն ստեղծում, բան, քան իրանք, որտեղ սկսում են արդեն անհանգստանալ, սկսում են արհեստական բանականության մեջ մրցակից տեսնել, ոչ թե օգնական, ոչ թե գործիք, որը ըստ էության յուրաքանչյուր մարդու տված հրահանգի հիման վրա է այս ինչ կամ ինչ գործողությունն անում կամ գործառույթն իրականացնում, էլի։ Այդպես, այսինքն շատ կարևոր է գիտակցել, որ այսօրվա մարդը, արհեստական բանականություն օգտագործող մարդը, այնուամենայնիվ երկու կարևորագույն խնդիր դեռ պիտի ինքը հենց անձամբ լուծի։ Առաջինը, այդ խնդիրը ձևակերպելն է, կամ հարցը, դիմումը, պրոմպտը, հա, ոնց տերմինով ասում ենք, ձևակերպելն է։ Ու երկրորդը, երբ որ քո ձևակերպված խնդրին ի պատասխան արհեստական բանականությունը բովանդակություն է գեներացնում, երկրորդ հարցը դու պետք է որոշես, արդյոք այդ բովանդակությունը արժի հրապարակել թե չէ, այն ինչ որ դու ուզում ես թե չէ, թե մի քիչ էլ է պետք դրա վրա աշխատել։ Այսինքն առնվազն երկու գործ, խնդիր ձևակերպելը, որպեսզի արհեստական բանականությունը աշխատի այդ խնդրի վրա,
ու այդ վերջնական արդյունքի մասով որոշում կայացնելը ելի մնում է մարդու վրա։ Հիմա ովքեր որ լավագույն խնդիրներն ու հարցերը կարողանան ձևակերպել ու ամենաարդյունավետ որոշումները կարողանան կայացնել, օգտագործելով արհեստական բանականությունը կդառնան ամենաարդյունավետ մարդիկ։ Գրաբարով ասած superhumans, and sense գեր մարդիկ են դառնում, էլի, առանց գիրանալու։ Այսօր, հա, արհեստական բանականության օգտագործողը, ճիշտ օգտատերը, կարող է շատ առաջ ընկնել այն մարդուց, այսինքն մարդ է մրցակցություն առաջանում, այն մարդուց, ով արդեն իսկ ճիշտ գրագետ կիրառում է արհեստական բանականություն։ Ну, այսինքն այն մարդն ով որ լավ օգտագործում է արհեստական բանականությունը առաջ է ընկնում չօգտագործողից։ Այսինքն օգտագործողն է փոխարինում չօգտագործողին, ոչ թե արհեստական բանականությունն է փոխարինում, էլի։ Ու հա, գրագետ օգտագործման մասին է այստեղ խոսքը։ Մինչև հիմա իհարկե արհեստական բանականությունը բոլորին հասանելի է դարձել ChatGPT 3.5 ինտերֆեյսով դեռ 2022-ի նոյեմբերի 30-ին։ Այդ օրվանից, երբ որ հրապարակել են, արդեն բոլորին հասանելի է, բայց մինչ օրս մեծամասնությունը ԱԲ օգտագործողների իրան օգտագործում են որպես փնտրումների համար ինչ-որ մի հատ նոր ինտերֆեյս, ոնց որ առաջ Google-ն էին օգտագործում, հիմա ChatGPT-ն են օգտագործում, ինչ-որ պարզ հարցեր են տալիս, պատասխաններ են լսում կամ պարզ ինչ-որ ինֆորմացիա գտնելու համար, ոնց որ գիտեք, ոնց ավելի հեշտ աշխատող search engine, ոնց որ փնտրումների որոնումների հարթակ, ոնց որ տենց են օգտագործում։ Այնինչ հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ է, էլի, շշմելու խնդիրներ կարող են լուծել։ Դրա համար պարզապես պետքա սովորենք ոնց օգտագործել արհեստական բանականությունը։ AI գրագետ պետք է դառնանք, էլի։ Այսօր ոնց որ 100 տարի առաջ մինիմում գրագիտության շեմը հաղթահարելու համար պետքա տառը ճանաչելն, ասենք չգիտեմ 20-30 տարի առաջ վիճակը փոխվեց մինիմում գրագիտության շեմը հաղթահարելու համար պետքա համակարգիչ կարողանաս օգտագործել։ Հիմա եթե մեկը առհասարակ չի կարողանում ոչ հեռախոս, ոչ համակարգիչ օգտագործի, այդտենց իրան այսօրվա ուրեմն կրիտերիաներով անգրագետ են համարում, էլի։ Հիմա նույն բանը երրորդ անգամ տեղի ունեն AI օգտագործել, չօգտագործելն է դառնում։ Գրել, կարդալուն զուգահեռ նաև պետք է իմանանք AI օգտագործել։ Այո, ու որպեսզի այս ինովացիայի մասշտաբը պատկերացնենք, իրան հանգիստ կարելի է համեմատել էլեկտրաէներգիայի, համակարգչի, համացանցի հետ։ Շատ ավելի մեծ ինովացիա է իրականում, քան դրանք էին, բայց ինչ մասով է կարելի համեմատել, որ ոնց որ նրանք էին ինչ-որ փոքր լաբորատորիաներում էքսպերիմենտալ ինչ-որ բաներ էին, իսկ այսօրվա դրությամբ բոլորը ամեն տեղ են օգտագործում, հա, էլեկտրաէներգիա, ասենք ամեն ինչ, տեղ ինչ ունենք, աշխատում է էլեկտրաէներգիայով, համակարգիչը, մեքենաներ, գործարաններ, մեր հեռախոսներ, ամեն մարդ իր գրպանում մի հատ համակարգիչ ունի ըստ էության կամ համացանցը։ Այսօր գոյություն չունի ըստ էության զարգացած էլի երկրներում հատկապես մարդ, ով որ համացանցից չի օգտվում ու process-ներ, որոնք ինտերնետի օգտագործմամբ չեն, չէ։ Հիմա ինչի համար եմ սա ասում, նույն տիպի ուրեմն ինովացիա է AI-ը, որը որ ըստ էության բոլորս ամենտեղ անպայման օգտագործելու ենք։ Այստեղ հարց կա թե երբ կսկսենք օգտագործել, ինչքան շուտ կամ ուշ, հա, ու ինչքան գրագետ, ինչքան արդյունավետ մենք այդ ամեն ինչը կօգտագործենք։ Այստեղ է հարցը, էլի։ Ու ես մի բան էլ ասեմ, տեսնում եք, ասենք, այս աշխարհաքաղաքական փոփոխությունները, որ հիմա տեղի ունենում, տեկտոնիկ փոփոխությունները, էլի, բառի ամենայն իսկական իմաստով, ու ըստ էության մի 20-30 տարի հետո մեծ հավանականությամբ որ երկրներն են հզոր լինելու, որոնք թույլ, որոնք են առհասարակ լինելու, որոնք էլ չեն լինելու, որոնք ումից են կախված լինելու։ Այս ամեն ինչը կախված է լինելու նրանից, թե այսօր որ երկրներն են ավելի արագ այս տեխնոլոգիաները հեծնում, ոնց որ ու որոնք են այս տեխնոլոգիաների ոտքի տակ ընկնում, հա, կոպիտ ասած, ավելի պարզ ասած, որ երկրները ինչ մակարդակով են այսօրվա տեխնոլոգիաները ուրեմն յուրացնում կամ ստեղծում լավագույն դեպքում, հա, դրանք էլ վաղվա աշխարհում ավելի ուրեմն ծանրակշիռ, ավելի ուրեմն սուվերեն վիճակում են լինելու, էլի։ Հայաստանը այս պահին այդ ոլորտում ինչ դիրքերում է։ Ճիշտ ասած,
տենց հստակ թվերով ասելը բարդ է, իհարկե տարբեր ուսումնասիրություններ կան, նույն չգիտեմ, օրինակ Coursera-ն էս վերջերս մի հատ տենց ուսումնասիրություններ արել ու 200 երկրների մեջ մենք 64-րդ տեղում էինք, AI maturity-ա կոչվում, այսինքն արհեստական բանականության հասունության աստիճանով էլի, հա, այդ իմաստով տենց առանձնապես լավ դիրքերում չենք դեռ, ինչի եմ տենց ասում, որովհետեւ կարող եմ մտածել 200-ից 60 այդ լավ է, բայց չէ, լավ չի, որտեղ երբ որ մենք նայում ենք թե ինչ մարտահրավերներ մենք ունենք, ինչ ռեսուրսներ մենք ունենք, հասկանում ես, որ AI-ի ակտիվ օգտագործումը այն բացառիկ շանսերից է, որ մենք այսօր ունենք, ու մեր AI հասունության մակարդակը, այդ AI maturity մակարդակը հրատապ պետքա բարձրացնել, հա, որ համ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր գործում, որտեղ ինքը ներգրավված է, AI-ն օգտագործելով դառնա ավելի արդյունավետ, հաշվարկներ կա, որ 5-ից 10 անգամ ավելի արդյունավետ ես նույն գործն անում, եթե AI-ը գրագետ կիրառելով ես անում, հա, համ մեր տնտեսությունն առհասարակ, նաև գործարաններ, տարբեր բիզնես պրոցեսներ, ծառայություն մատուցողներ, իրանց ուրեմն օգտակար գործողության գործակիցը յուրաքանչյուր process-ում կարան անգամներ բազմապատկեն օգտագործելով AI, այսինքն համել ոչ միայն ամեն անհատ իրագործում, այլ նաև առանձին ինդուստրիաներ պետքա տրանսֆորմացվեն AI-ով, AI տրանսֆորմացիան պետքա տեղի ունենա, որովհետեւ մեր տնտեսությունը էքսպոնենցիալ աճ ունենա։ Հիմա այդ ուղղությամբ գործ արվում է իհարկե, տարբեր ուղղություններով գործ են անում։ Այս վերջերս օրինակ նաև հայտարարություն եղավ այդ 5 միլիարդ ներդրման, հա, որ առնվազն 2500 GPU բերելու են, այդ առնվազն, այդ նշանակում է, որ այսինքն AI ստեղծելու մասով, արհեստական բանականություն ստեղծելու մասով եւս ոչ թե սպառելու, այլ ստեղծելու։ Հա, իրականում այնտեղ 3 շերտ է։ Մի շերտը ամենաներքևը, այդ արհեստական բանականություն ստեղծողներն են, գիտնականներ, ինժեներներ, չգիտեմ, ոնց որ OpenAI-ում, չգիտեմ, Anthropic-ում, Google-ում, հա, ովքեր աշխատում են Հայաստանում, օրինակ Yerevan Neural Networks կազմակերպությունը Երևանն է, որտեղ հենց կարճ ասած արհեստական բանականություն են ստեղծում, որը արդեն ինչ որ խնդիրներ է հասկանալու, լուծելու, հա։ Երկրորդ մակարդակը արհեստական բանականությունն օգտագործելով գործիք ստեղծողների մասին է։ Այդ ոնց որ Midjourney-նա, Lovable-նա ասենք, հա, գործիքներ, որոնք որ մարդիկ օգտագործում են ու այդ գործիքի տակը արհեստական բանականություն է աշխատում։ Այստեղ նաև օրինակ նույն Gigi-ն կամ Yandex Taxi-ն, որոնք որ սերվիս են տալի, ասենք, ուղևորափոխադրման, այնտեղ տակը եւս արհեստական բանականություն է աշխատում։ Այս երկրորդ շերտը կարճ ասած AB-ով գործիք ստեղծողներն են։ Ու երրորդ շերտը AB սպառողներն են, օգտագործողները։ Հիմա մենք կոնկրետ օրինակ Re-Armenia-ով, Re-Armenia ակադեմիայով, հատկապես մեր այս IKES-բան կուրսերով, որը AI-ով է գրվում հենց, էլի, այդ IKES-բան կուրսերով ֆոկուս ենք եղել հենց արհեստական բանականություն օգտագործողների վրա, որը ոնց քիչ առաջ ասեցի, բոլորս ենք, այսինքն չի լինելու տենց մարդ, որ անգամ իր կենցաղում գործում չօգտագործի։ Այս վերջերս մի հատ լավ դեպք եղել, տենց մի քանի անգամ պատմել եմ, կենցաղի մակարդակում ոնց ենք այլի արհեստական բանականություն օգտագործում, որ բարձր լինի, Impact Hub-ում տենց համաշխատանքային տարածք է, open space, աշխատում ենք, ու այդտեղ պրինտերով բան եմ ուզում տպեմ, եկել եմ պրինտերը անջատած է, չգիտեմ ոնց միացնեմ։ Նայում եմ տաբլո է, ինչ որ կոճակներով, բաներով ու չեմ հասկանում, էլի, որը պետք է սխմեմ, որ միանա։ Վերցեցի ChatGPT-ով ֆոտո արեցի, ասում եմ մի հատ ասա, էլի, ասում եմ այս HP պրինտերը, ասենք ոնց միացնեմ։ Մեկ էլ ինձ պատասխանում է, նախ ասում ես HP չի, ասում է Canon-ը այս պրինտերը, երկրորդ ասում ես տաբլոյի վրա չի կոճակ, ասում է աջ կողմը ներքևը ասում է hard button-ը, այսինքն կոճակ է, էլի ֆիզիկական։ Նայեցի իսկականից կոճակը այնտեղ սխմեցի, ես մտածում եմ դա սուպեր պրինտեր է, այստեղ պետք է լինի, բարձում է աջ կողմի վրա ներքևը այդպես կոճակ է։ Այսինքն անգամ sense էլեմենտար կենցաղային խնդիրներ լուծելու մեջ AI-ը անընդհատ օգտագործման ենթակա մի բան է, էլի։ Այդպես, այսինքն AI օգտագործման աստիճանը ամեն օր ուրեմն անգամներով պետք է ավելացնել ու մենք այդ չարտերում, այդ ցուցակներում ոնց որ հրատապ պետք է մաքսիմալ բարձր տեղերում հայտնվենք, որպեսզի համ որպես երկիր հզորանանք, կայանանք, համ մեզանից յուրաքանչյուրը որպես անհատ ավելի արդյունավետ դառնա, համ այս ամեն ինչի օգտագործմամբ հզորանանք ու մեր ապագայում տեղը, այսպես ասած, ամրապնդենք, հա, այդպես։ Գևորգ, ես ուզում եմ այսօր նաև մենք խոսենք նրանից, որ կարելի է AI-ը օգտագործել բարի եւ չար նպատակներով, որովհետեւ շատ պնդումներ կան, որ AI-ը կարող է նաև վնասող, հա, գործիքի դեր ունենալ, դրա մասին խոսենք։ Հա, միանշանակ, այսինքն որևէ մեծ ինովացիա
ինքը անպայման թե դրական թե բացասական կողմեր ունի որևէ գործիք, այն սկսած դանակից, քանի հազար տարի, տասնյակ հազարավոր տարիներ առաջ ուրեմն ստեղծված գործիքներից սկսած, որով կարող ես համ սպանես, համ ասենք հաց կտրես, վերջացրած ատոմի ասենք բաժանումով, որ համ կարող ես ռում ստեղծես, համ էներգիա, նույն հոսանքը, ասենք էլեկտրական աթոռն էլ է հոսանքով աշխատում, մարդկանց տանջող ու սպանող, հա, ու ասենք մեր սառնարան մարդկանց սնող ուրեմն իրենց կենցաղն ապահով էլի էլեկտրականությամբ աշխատում, այսինքն այս շատ տրիվիալ բան է, ու հա, այդպես է, նույն ձևով արհեստական բանականություն, նույն ինտերնետի մասին որ խոսում ենք, ինտերնետով դու սկսած ինչ որ կազինոներ խաղալուց ու պոռնոգրական ասենք նյութեր օգտագործելուց վերջացրած ամենաբարձր որակի կրթությունը ստանալով, լավագույն մարդկանց հետ ասենք շփվելով, խորհրդատվություններ ստանալով, ասենք այդ ամենը կարող ես անել։ Նույն արհեստական բանականությունն է, թե լավ ի բարի օգտագործվող բովանդակություն կարա ստեղծես ու տարածես, թե կարաս ինչ որ deepfake-եր սարքես, ինչ որ մարդկանց վրա ինչ որ այսինքն մարդկանց մասին կեղծ տեղեկատվություն ստեղծես ու տարածես, թե հանցագործներն են օգտագործում կարող է քեզ զանգեն, ընկերոջը ձայնով, ինչ որ կոնկրետ քո հետ նորմալ ուրեմն զրույց վարող մի հատ ռոբոտ քեզնից ինչ որ գումար խնդրի փոխանցել, ես ինչ հաշվին, որ տենց մեծ վստահությամբ պետք է ասամես էլի, հա, հատկապես հեռախոսահամարներ, որ կարողանում են հեք անեն, ասենք, իր համարից է զանգը քեզ գալի, առավել ևս այդ դեպքում, էլի։ Վերջացրած նրանով, որ դու քո ոդկասթը կարող ես տարբեր լեզուներով, հենց քո ձայնով, տարբեր акցենտներով, ասենք, տարբեր հանրությունների համար ստեղծել ու տարածել։ Այսինքն կարճ, այո, համ շատ մեծ վնասներ կարա հասցնի, համ շատ մեծ օգուտներ կարա բերի։ Հիմա մեր ամբողջ խնդիրն է, որ մենք գրագետ կարողանանք օգտագործել ու ի օգուտ մեզ ու մեր նպատակների, ի օգուտ արդարության ու բարու օգտագործենք, էլի այս ամեն ինչը։ Ինչ է այսօր, հա, առաջարկում Rea Armenia Ակադեմիան այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են AI-ով եւ ուզում են այդ գործիքներին ամբողջությամբ տիրապետել։ Հա, մենք ճիշտ ասած AI գրագիտության ուրեմն մակարդակի բարձրացումը որպես կարևորագույն ուղղություն ենք ֆիքսել մեր համար։ Rea Armenia հիմնադրամի առհասարակ առաքելությունը հայերին զորացնելու համախմբելն է ու այս կոնտեքստում զորացնելու լավագույն ձևերից մեկն է հենց այս AI գործիքներին տիրապետող դարձնելը, հա, մարդկանց։ Ու հիմա մենք առաջին հերթին շատ մեծ թիմ ենք հավաքել, հենց AI էնտուզիաստների, AI կոնսուլտանտների, AI մասնագետների, նույն օրինակ մեր կրթական մասը համակարգում է Արշակը Ուլուբաբյան, ով որ 20 տարուց ավել AI-ի մեջ է, իր AI ստարտափն է ունեցել, AI խորհրդատու է եղել Շվեդիայում 10 տարի աշխատել ու այդ ոլորտի ամենատարբեր, ամենաառաջատար կազմակերպություններում ու մոտ 2 տարի առաջ վերադարձել է Հայաստան, հենց Հայաստանի կրթությունը տրանսֆորմացնելու միսիայով, էլի։ Ու մենք հենց մեր Հրանտ Խաչատրյանի Երևանենի հիմնադիր Հրանտ Խաչատրյանի միջոցով ենք ծանոթացել, ոնց որ մի օր խոսացել ենք, երկրորդ օրը արդեն անցել ենք իրար հետ աշխատանքի ու նմանատիպ այլ մարդիկ են միացել թիմին ու մեր գործը ինչ է, որ ոնց այսի քիչ առաջ, որ մաքսիմում 5 տարում մինիմում 1 միլիոն հայ կարողանանք AI գրագիտության մակարդակի բերել։ Ու ոնց ենք դա անում։ Մի շարք տարբեր ուրեմն կուրսեր ենք մշակել, դասընթացներ, սկսած անվճար վեբինարներից, մոտ 2 ժամ տևող ընդհանուր AI-ի մասին վեբինարներ են, որ մի մասը ինչ է AI-ը, ոնց է աշխատում, ինչ առավելություններ կարա բերի, ինչ ռիսկեր կարա հետը բերի, դրա մասին ենք խոսում։ Մյուս մասը հստակ գործիքներ ենք ցույց տալիս, որ պատկերացնեք դուք 36,000-ից ավել գործիք կա այսօր AI-ով աշխատող։ Ու այդ գործիքներից որը որ խնդիրն է լավագույն ձևով լուծում, կամ այդ լավագույն ձևով լուծող գործիքը ոնց պետք է օգտագործես, ինչ պրոմպտ տեխնիկաներով պետք է դիմես, որպեսզի լավագույն արդյունքը ստանաս, այ մեր կրթական թիմը այդ ամբողջ ուսումնասիրություններն անում, լավագույն գործիքները դուրս են բերում, էքսպերիմենտներ են անում, որտեղ ամեն օր նոր գործիքներ, նոր վերսիաներ է, էլի դուրս գալի, իրանք էքսպերիմենտներ են անում, հասկանում են որը որտեղ որ հարցն է լավ լուծում, պրոմպտերի տեխնիկաները մշակում են, պրոմպտերի նաև գրադարաններ են մշակում, ու այդ ամբողջը դարձնում են կրթակարգ,
Հետո արդեն տարբեր կուրսերով, համ 2 օրանոց ու 4 օրանոց փոքր կուրսեր ունենք առհասարակ AI-ին վերաբերող, համ արդեն պրո կուրսերը ունենք։ Հիմա պրո կուրսերը մշակվում է, որոնք որ տարբեր մասնագետներին հենց իրանց մասնագիտության մեջ ավելի արդյունավետ դառնալու հարցում են օգնելու, օրինակ product manager-ների, project manager-ների, graphic designer-ների կամ ծրագրավորողների համար AI կուրսեր։ Օրինակ նույն ծրագրավորողը vibe coding-ով, այնտեղ կուրսոր գործիքը կամ Lovable-ը, մյուս ասենք Copilot-ը AI գործիքներն արդեն օգտագործելով ոնց կարա անգամներ ավելի արդյունավետ լինի, հա։ Այսինքն հաջորդ этаպն էլ տարբեր մասնագետների համար հենց AI պրո կուրսեր ենք մշակում, որպեսզի յուրաքանչյուրն իր դաշտում դառնա ավելի արդյունավետ։ Ու այսօր հենց մենք տենց առանձին մի հատ edge ենք նաև բացել ai.rearmenia.com, որտեղ մտնում ես այդ բոլոր կուրսերը, վեբինարները, ամեն ինչի մասին ինֆորմացիան դրել ենք, այսինքն ձեր հարցին ավելի որ ամփոփելով էլի կարճ պատասխանեմ, մեր միսիան դարձել է հնարավորինս կարճ ժամկետում հնարավորինս մեծ քանակի հայերի AI գրագետ դարձնել։ Այսինքն օգնել, որ իրանք AI գրագետ դառնան։ Այդ հարցին թերևս մի հատ կարևոր բան եք ավելացնեմ, որ iCast բանի շուրջ հիմա շատ ակտիվ համայնք է ձևավորվում, համայնք այն մարդկանց, ովքեր արդեն սկսել են AI օգտագործելը ու իրանք փորձով են իրար հետ կիսվում։ Բացի մեր AI ուսուցիչներից, հա, 8 ուսուցիչ էս պայդրությամբ կան, տարբեր ուղղություններով խորացած ու ավելանում է, թիմը մեծանում է, իրանցից բացի նաև այս մասնակիցները, ովքեր ինչ-որ մի բան արդեն փորձել էին, ինչ-որ բան սովորելուց հետո են փորձում, ինչ-որ նոր բաներ են հայտնագործում, իրանք անընդհատ իրար հետ են կիսվում ու դա մեզ անընդհատ տենց էքսպոնենցիալ արագությամբ արդեն կրթվելու հնարավորություն է տալի համայնքի նկատի ունեմ։ Telegram-ում անգամ այս վերջերս մի հատ Telegram channel-ա կոչվում, Telegram-ին, Telegram channel մի հատ Հաջան Ալիք Հա, Telegram ալիք, Telegram, հա, հայերենով պետք է ասել, Telegram ալիք բացեցինք, հենց iCast բան կոչվում է էլի այդ ալիքը, ու այնտեղ շատ արագ սկսեցին մարդիկ հավաքվել, այս պայն մոտ 1800-1900 հոգի մարդ արդեն կա, բաժանորդագրված մարդիկ, որոնք էլի հենց այդտեղ տարբեր նորությունների հետ են ծանոթանում, նորությունների տակ դիսկուսիաներ են վարում, ու այդտեղ էլ հետաքրքիր բաներ կա, նաև ավտոմատիզացիայի գործիքներն օգտագործում, օրինակ այդ ալիքում Rearmenia-ի ուսուցիչների email-ներից մենք մի հատ AI agent ենք ստեղծել, ռոբոտ էլի պատկերացրեք, որը որ մտնում է մեր ուսուցիչների էլեկտրոնային post-երից, գտնում է AI-ին վերաբերող newsletter-ները, նորությունները, այդտեղից հանում է ամենահետաքրքիր, ամենատրենդային նորությունները, Telegram-ի ֆորմատով արդեն իրանց հղումներով, նկարագրերով մի հատ post-ա սարքում, թարգմանում է դա հայերեն, հետո մի հատ էլ fine-tune անում, մշակում է էլի այդ մեր ուզած հայերենով ասարկում։ Շատ վտանգավոր AI agent-ա դա։ Բա չէ, ինչ եք ասում։ Ու հետո բոլորի կայի բաները, email-ները։ Հա, բայց դա այդ մարդկանց որոշմամբ հա տեղի ունենում։ Այսինքն դա ճիշտ չի մտնի, իհարկե, այդ շատ կարևոր է։ Ու այս ամբողջնալու այդ email-ներից ինֆորմացիան գտավ, Telegram-ի ֆորմատի բերեց, թարգմանեց ու post անում միանգամից այդ Telegram ալիքում։ Հիմա դուք որ մտնեք, օրինակ այդ iCast բան ալիքը, այնտեղ կտեսնեք արդեն ոնց է շաբաթական մի երկու անգամ ամենակարևոր նորությունները լավ հայերենով թարգմանված ավտոմատ ձևով այդտեղ հայտնում։ Առաջ ինձանից լավ գիտեք, չէ՞, քանի հոգի էր դրա վրա աշխատում։ Ինչ որ մարդիկ ուսումնասիրություններ են անում, ինչ որ մարդիկ այդ նորություններից որոշում են, որը պետք է առանձնացնեն, սարքում են մի հատ հոդված, հետո այդ տալիս են խմբագիրը հաստատումը, հետո ասենք այդ տրվում է թարգմանիչին, հետո էլ տալիս են social media marketing-ի մասնագետին, ով որ post անում է Telegram ալիքի Մեր post-ն էլ եք հեշտացրել։ Հա, շատ, անգամներ ավելի, այսինքն մարդը շատ ավելի շատ է մարդավարի կամ մարդավայել գործով զբաղվում։ Ես անցյալ անգամ խոսում էի AM-ից փորձեցի օգտվել ու շատ լավն էր, շատ գրագ է։ Ահա, չէ, խոսում AM։ Հա, խոսում AM։ Այդ հայկական ստարտափային միջալոց, շատ լավն էր ու շատ լավ ստացվեց այդ գործիքը, շատ ճիշտ էր օգտագործելը։ Ինչ պետք է անել, որպեսզի AI գրագիտությունը մտնի կրթական process, այսինքն մտնի դպրոցներ։ Դրա հետ կապված դե պետքա բոլորս այդ թվում դպրոցների ուրեմն հիմնադիրները, եթե մասնավոր դպրոցների մասին է կամ հենց կառավարությունը, եթե ուրեմն հանրակրթական դպրոցների, այսինքն public դպրոցների մասն է, եթե խոսքը, իրանք բոլորը պետքա որոշում կայացնեն։ То есть համար մեկ քայլը այդ որոշումը ունենալն է, որ մենք մեր երեխեքին սովորեցնելու ենք ոնց AI-ի հետ առնչվել, ոնց AI-ը օգտագործել։ Նու ասենք տարբեր երկրներում այդ որոշումներն արդեն կայացվել են, նույն օրինակ Չինաստանը որոշումը արդեն ունի 2025 թվականի սեպտեմբերից Պեկինի բոլոր դպրոցներում AI-ը պարտադիր առարկա է լինելու, հա։
ու իմիջիալոց այս վերջերս Ջենսեն Հուանգի ինտերվյու էի նայում, Ջենսեն Հուանգը ինքը Nvidia կազմակերպության ղեկավարն է, համ հիմնադիրը, համ CEO-ն է, Nvidia-ն AI-ի ինֆրաստրուկտուրայի ամենակրիտիկական մասը, այդ GPU-ները ապահովող կազմակերպությունն է, հիմա որ պատկերացնեք աշխարհի ամենամեծ, ուժ բառացած ամենաթանկ կազմակերպությունն է, $3.5 տրիլիոն արժեք ունեցող կազմակերպությունն է, ու այդ ամենամեծ կազմակերպության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող մարդը ասում է, որ ամենաառաջին հերթին ուսանողները պետք է սովորեն AI-ի հետ շփվել, interact with AI, այսինքն AI-ից շփվել, ոնց ChatGPT-ի հետ, Grok-ի հետ, Gemini-ի հետ շփվես, այդ համար մեկ հմտությունն է, ու ինքը շատ կարևոր բաներ է ասում, որ այդ հմտությունը ասում է առանձնապես չի տարբերվում ճիշտ հարց տալու հմտությունից կամ հարցը ճիշտ ձևակերպելու հմտությունից։ Ու այդտեղ մի հետաքրքիր բան էի մտածում, որ անցած դարում ճիշտ հարց տալու հմտությունը ավելի գիտնականներին էր, էլի վերաբերում գիտնականների փեշակներ, հա, ճիշտ խնդիրներ ձևակերպելը, ճիշտ հարցեր տալը, բայց այսօրվա աշխարհում արդեն, քանի որ ամեն մեկի ձեռքի տակ այս բոլոր գործիքները, այս ռոբոտները արդեն կան, ամեն մարդու կարևորագույն հմտությունն է դառնում ճիշտ հարց ձևակերպելը։ Հիմա, որpիսի ինքը մտնի կրթական աշխարհ, այսպես ասած, կամ կրթության մեջ, յուրաքանչյուր կրթական հաստատության ղեկավար կամ հիմնադիր որոշում կայացնող, այսպես ասենք, պետք է առաջերտն այդ որոշումը կայացնի։ Պետք է ասեմ, որ կայացվում է այդ որոշումը, գնում է այդ process-ը առաջ։ Մենք օրինակ նույն ֆրանսիական համալսարանի հետ հանդիպում ունենք արդեն պլանավորած, Teach for Armenia-ի հետ ենք հանդիպել, ACA-ն Armenian Code Academy-ին սովորիր IT-ին տարբեր կառույցներ, բանը մեկ ձայն դպրոցների այդ բանը ասոցիացիայի հետ ենք սկսել արդեն խոսալ դրա մասին, այսինքն տարբեր ուղղություններով դա գնում է, պլյուս օրինակ Fast Foundation-ը իրանք արդեն հենց AI ինժեներություն սովորացնելու համար, AI ստեղծելու գործը սովորացնելու համար նախարարության հետ են արդեն պայմանավորվել ու տարբեր դպրոցներում պիլոտներ են արել, հիմա արդեն ավելի լայնամասշտաբ դասընթացներ կսկսեն ու նաև կրթության նախարարությունն էլ իր հերթին ինչ-որ հանդիպումներ, քննարկումներ է կազմակերպում, որոնցից մեկին մասնակցելու ենք ու հասկանալու թե ոնց կարող ենք նաև պետական դպրոցների հետ այս ծրագրերը ներդնելու հարցում աշխատել, էլի կարճ ասած կամք է պետք որոշում կայացնողների կողմից, որպեսզի հնարավորինս շուտ, երևի կամքից բացի մի քիչ էլ ռիսկ է պետք, որովհետև հատկապես երբ որ դեռ այնքան լավ չես պատկերացնում թե AI-ն իրանից ինչ է ներկայացնում, այն որ քիչ առաջ խոսում ենք, որ ինքը գործիք է ու ինքը չի մեզ փոխարինելու, այլ օգտագործողը չօգտագործողին է փոխարինելու, երբ որ այս ամեն ինչը այնքան լավ չես պատկերացնում, նաև անհանգստություններ է մոտդ առաջանում։ Դու մանավանդ երբ որ կրթվելու հետ գործ ունես, երեխաների հետ գործ ունես, ստեղ էլ ավելի անհանգիստ ես, հանկարծ վնաս չտամ, էլի։ Բայց հենց այդ է դրա համար էլ օրինակ նույն մեր կազմակերպության պես, Re-Armenia ակադեմիայի պես այլ կառույցները պետք են, որպեսզի իրանք կարողանան կրթություն կազմակերպողներին մանրակրկիտ ինֆորմացիա տան նրա վերաբերյալ, թե ինչ է այդ AI կոչվածն իրանից ներկայացնում, ոնց է պետք է այդ կրթությունը կազմակերպել, որպեսզի յուրաքանչյուրը այս գործիքները հեծնելով ավելի արդյունավետ դառնա, ոչ թե այս գործիքների պատճառով, ուրեմն ավելի դեգրադացվի կամ փոխարինվի վաղը միսօր այդ գործիքներով։ Շնորհակալություն Գևորգ, հետաքրքրությունների համար, AI բացահայտումների համար ու սրանից հետո երևի մեզ լսողները, հա, մեզ դիտողները կհասկանան, որոշակի պատկերացում կկազմեն, որ AI-ը այդ պոզով, պոչով, ինչ որ, չգիտեմ, անհասկանալի արարածը չի։ Մի կարևոր բան, եթե թույլ կտաք, ես առաջարկում եմ անպայման բոլորը, ունկնդիրները էլի, ձեր հատկապես, սկսեն օգտագործել AI-ը։ Առնվազն բացեն նույն ChatGPT-ին, Gemini-ը, հա, Claude-ը, բացեն ու սկսեն օգտագործել։ Ճիշտ պրոմպտեր, հետաքրքիր հարցեր, իրանց մտագրողները կարան AI-ի հետ տանեն բան ու իրանք քայլ առ քայլ այս ամեն ինչն օգտագործելով, նաև այդ վեբինարներին մասնակցել, կրթվելով, իրանք արդեն կհասկանան, թե ինչ է սա իրանից ներկայացնում, թե ինչքան է սա իրանց որպես մարդ շատ ավելի ստեղծագործ ու շատ ավելի արդյունավետ դարձնում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։